Անվտանգության հանձնաժողովը եւ պաշտպանության դուք ավելի վաղ հայտնել եք, որ թիմի հետ քննարկում ունենաք։ Շուտից կոմենտի արեք, հարցը հնչեցնում։ Թիմի հետ քննարկում ունենաք, եթե դուք չանցնեք, չեք առաջադրվի։ Ուզում եմ հասկանալ դուք ճիշտ չմեկնաբանեցիք իմ ասածը։ Լավ, դուք պատասխանելու ընթացքում շատ հստակ ասել եմ, թե որ ձևաչափի դեպքում, եթե առաջադրում լինի եւ ինձ առաջադրեմ, ոսոր նախկինում եղել, այդ ժամանակ բնականաբար ես իմ կարծիքը կհնչեցնեմ, բայց քանի որ կուսակցությունը պետք է որոշեր եւ առաջադրման խնդիրը մի քիչ այդ ձևաչափով էր, ես որոշում կայացրեցի եւ իրացրեցի այդ որոշումը, չառաջադրվել։ Եվ դա շատ նորմալ էր։ Եվ վերջին շուտ 8 տարի ես եկել եմ այս հանրաժողովը։ Եվ հանրաժողովը 8 տարվա ընթացքում բավականին մեծ արդյունք է ցույց տվել։ Բավական քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը եւ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Կարծում եմ, որ հանձնաժողովը այդ առումով շատ հաջողել է եւ հուսով եմ, որ նոր հանձնաժողովի նախագահ, հանձնաժողովի նոր կազմով իր առջև դրված օրենսդրական խնդիրները նաեւ կազմիներեք։ Ոչ։ Ես արդեն առաջադրվել եմ պետահիրավական հանձնաժողովի որպես ոլորտում կներեք էլի, դուք այդ ոլորտում ավելի այսպես Չէ, ես այն ոլորտում էլ վատ չեմ, որովհետև մի մոռացեք, որ պետահիրավական հանձնաժողովի տիրույթում է գտնվում քննչական մարմինները, զեկույցները, գլխավոր դատախազի համապատասխան մարմինների զեկույցները եւ նաեւ նրանք ըստ էության առնչվում են նաեւ անվտանգային խնդիրներին, որտեղ իմ փորձառությունը շատ օգտակար կլինի, երջանքի մի երկ ուներ։ Ես փոխում եմ սլաքները։ Հիմա նոր իրողություն է, նոր դիրքում կարծում եմ նոր խոսք պետք է բերել, որը էլի առնչվելու է մեր երկրի անդամությամբ։ Պարոն, այսինքն որ դուք միշտ իրավապահ մարմիններին քննադատել եք, որ ճիշտ չեն աշխատել, ճիշտ ուղղությամբ Քնարիք դու սխալ արտահայտվեցիր։ Իրավապահ մարմինները ես ժամանակին ղեկավարել եմ։ Այո։ Հետագայում նաև իրենց հետ համագործակցության արդյունքում վերջին տարին մենք ցույց ենք տվել բավականին բարձր արդյունքներ թե օրենսդրական դաշտում, թե նրանց վերահսկողական ֆունկցիաների, մեր վերահսկողական ֆունկցիաները էֆեկտիվ իրացնելու տեսանկյունից։ Պարոն Քոչարյան, այսինքն դուք մտածում Բայց դա բոլորը տեսել եք, ինչ որ հարցեր կան ձեր մոտ։ Անդոնից պարոն Քոչարյան, բազմաթիվ անգամ ասել եք, ինչու գործ այս ընթացքով չի գնում, ինչու այս Տիկին Մանուկյան, բազմաթիվ դուք պետքա մի վարքյան։ բոլոր գործերում։ Դա դատախազի տարեկան զեկույցի ընթացքում բարբերաբար ասել եմ եւ իմ ասածը ըստ էության, եթե նկատել եք, նաեւ ունեցել է հետևակ։ Մի մոռացեք, որ վերաբացվեց Արծրուն Մարգարյանի սպանության գործը, Խորխորնու սպանության գործը, դրանք նախկինում փորձ էր արվում ոչ միայն համապատասխան մարմինների կողմից անտեսեն դրանց բացահայտումը, որտեղ այնտեղ շագրգիռ մարդիկ կային, որոնց ձեռ չէր տալի այդ բացահայտումները եւ նրանք նաեւ գլխավոր դատախազության աջակցությամբ այն ժամանակ աղվան Գառնիկիչի թեթև ձեռքով այդ գործերը փորձ էին անում, կարային լրիվ այլ մարդկանց վրա կամ այլ ուղղություն տային դրանց։ Բնականաբար նաև հոկտեմբերի 27-ը ես գտնում եմ, որ ունի հնարավորություն բացահայտման լիարժեք եւ այդ հնարավորությունը մենք պետքա իրացնենք, որտեղ վկաներ կան, որոնց վկայությունները շատ կօգնեն այդ բացահայտմանը։ Օրինակ, Ալիկ Հարությունյան, Ալեքսանդր Հարությունյան, ճիշտ ես ասում, 7 տարի դա այդ առումով, բացահայտման առումով, երբ որ թարմ հետքով չես կարողանում գնաս, որտեղ նախկինում այդ հետքերը փորձել են շեղեն։ Նույն հոկտեմբերի 27-ի գործով։ Ուրա Ուզունյանը, դատաքննությամբ չկա Ուզունյանը։ Ուզունյանը չկա։ Ուզունյանը լքեց պարոն Քոչարյան երկիր։ Ազգային անվտանգության ծառայության, ով էր ղեկավարը։ Դրանք հարցեր են, որ նախաքննական մարմինը դեռ ունի հնարավորություն, որպեսզի 2000 թվականից հետո եղել։ Ուզում ասեմ առանց քաղաքական աջակցության, քաղաքական իշխանության աջակցության նման գործերը հնարավոր չի այսպես շարժել իրենց ուզած կեղծ ուղղություններով։ Այդ առումով ես կարծում եմ, որ նաև իմ հանրային ելույթներում ես հաջողել եմ համապատասխան մարմիններին անընդհատ հիշեցնեմ, որ այդ գործերի չբացահայտումը դա բերում է անվստահության նույն մեր համապատասխան մարմինների նկատմամբ, իսկ անվստահությունը ամենամեծ վնասն է, որ կարող հասցնի
մեր երկրի անվտանգությունը։ Անկախության պաշտպանության հանձնաժողովում չընդգրկվելու պատճառները այն որ չէի կուզենալ մի հանձնաժողովում լինենք, որը Վիլեն Գաբրիելյանը։ Ոչ, Վիլեն Գաբրիելյանը կապ չունի։ Երբ որ ես այդ հանձնաժողովի եկալ եմ 8 տարի, ամենամեծ խնդիրը որ 8 տարի հետո գուցե արժի, որպեսզի հետո դուք ինձ շատ եք ընտելացրել։ Պետք է նորը գա, որպեսզի դուք փորձանեք ինձ չմոռանաք։ Լավ թե վատ դա կարևոր չի։ Եվ վերջին հաշվով համատության մեջ է երևում աշխատանքի որակը բարձր եղել թե չէ։ Զեկույց ամենակարևոր զեկույցը, որը պաշտպանության հանձնաժողովը այդքան քննեց, բազմաթիվ աշխատանքներ իրականացրեց, այո, եւ ըստ էության արխիվ ուղարկեց։ Ոչ, այդպես չէ։ Դուք էլի սխալվում եք, Տիկին Մանուկյան, ես ուզում եմ ավելի հետ գնամ։ Դուք չեք մոռացել, որ մարդը մեկի փաստավակ խմբի փաստացի ղեկավարը ես եմ եղել։ Եվ իմ ստորագրությամբ 5 զեկույց կա։ Միեդի որոշման հիմքում դրված է փաստավակ խմբի զեկույցները, որով հիմա Ռոբերտ Քոչյանը դատային դաշտում ըստ էության, որ ասում են մարտի 1-ի գործը բացահայտված է, դա նաև մեր զեկույցների շնորհիվ է, որ այդ գործը բացահայտված է, որտեղ Միեդը ընդունեց, որ քաղաքական իշխանության որոշումներն է պատճառը, որ մարդիկ գնդակարվել են իմացել։ Դուք ասում եք տարիներ հետո զեկույցը արխիվ չի ուղարկվել։ Ես կարծում եմ, որ այո, որևէ զեկույց անհետ չի կորում։ Զեկույցը կարող է քնի, ոնց որ հաշվիչ տեխնիկան կարող է քնի, ռեժիմ դնես, բայց ինքը քանի որ ավարտուն վիճակում է, ինքը իջնի ներքև, եթե պետք է իջնի, էլի կբարձրանա վերև, բայց այդ զեկույցում այնպիսի եզրահանգումներ կան, որը խիստ անհրաժեշտ է, որպեսզի մեր համապատասխան կառույցները, հատկապես պաշտպանական գերատեսչությունը կարծա, որտեղ մենք նաև օգտվել ենք զեկույց կազմելուց պաշտպանության նախարարության վերլուծություններից, բայց դրա մեջ ավելի շատ տեղեկատվություն ենք մեզ հաջողվել է հավաքել, որտեղ մենք կարողացել ենք նաև մարդկանց կանչել, լսել, տեսագրություններ անել, միջով վարչապետ։ Պարոն Քոչարյան, տեսեք շնորհակալ։ Չէ, բայց ոնց որ այստեղ մի հատ էլ բան կար, որ ես ուզում ասեմ զեկույցի հետ կապված։ Չկասկածեք, որ այդ զեկույցի կարևորությունը կարող է մի վայրկյան պակասի։ Ես մի քանի օր առաջ հետքի գլխավոր խմբագրի հարցազրույցն էի լսում, որտեղ խոսվում էր, թե մենք ինչու պարտվեցինք։ Այդ ինչուի պատասխանը այնտեղ կա։ Հիշում եք մի հատ բան կար, մի հատ հայտնի ֆիլմ կար, ինչու են բաները Մալքյանի գնահատը հայրենոցը, գառնուկները ինչպես են գառների լռությունը։ Այնտեղ հոկեբանի, որ մոտենում է FSB-ի սպան, ասում է, ասա ով է, ասում է, ասելու բան չկա, ուշադիր կարդաց զեկույցը։ Ձեր գրած ուշադիր կարդացեք, այնտեղ ամեն ինչ գրված է։ Հիմա զեկույցում է լիքը բան կա, որը իհարկե լավ կլիներ, որ հիմա ինքը գարլիագումար նիստերի դալիչ, բայց դա էլ որևէ իրենից բարդություն չի ներկայացնում։ Ինքը որ պահին անհրաժեշտ լինի, ինքը դեր ասած արխիվ չի, առաջի բաժինից, գաղտնի բաժինից կբարձրանա եւ ըստ էության զեկույցը կշարժվի իրեն նախատեսված ճանապարհով։ Բայց նաեւ մի բան ասեմ, որ այդ զեկույցին այսօր արդեն հասանելի է բոլոր այն կառույցներին, որոնք կարող են այդ զեկույցը դարձնել, կարդան եւ ունենալ որոշակի եզրահանգում, սկսած գլխավոր դատախազությունից, պաշտպանության նախարարությունից, քննչական մարմիններից, բոլորը կարող են այսօր այստեղից վերցնել, ծանոթ եւ նույնիսկ ասեմ падգամները, որոնք թույլտվություն ունեն, բայց ինձ զարմացնում է, որ մեր падգամները ալարում են գնան, գուցե եթե կարդալ չեն սիրում, գուցե տեսագրությունները նայեն, այնտեղ էլ հսկայական ծավալի տեղեկատվություն կա, որը նաև իրենց հետաքրող հարցերի պատասխանը կստանան։ Ասեմ, որ падգամները շատ քչեն են կարծացել, հիմա շատ նոր падգամներ ունենք։ Ես չգիտեմ ինչքանով է իրենց 44-օրյա պատերազմի հանգամանքների դրվագները այդքան խորությամբ հետաքրում, բայց ես շատ կուզեի, որպեսզի նաև ծանոթանան մեր հասարակության բոլոր այն շերտերը, որոնք ունեցել են ընտանիքում կորուստներ, զավակներ եւ այլն։ Բայց դա արդեն ապագայի խնդիր է, որտեղ ամենակարևոր բանը Պաշտպանության հանձնաժողովը կարողացավ պատրաստի զեկույց, իսկ կանոնակարգ օրենքի հիմնական պահանջը 26-րդ հոդվածն ասում է աշխատանքները ավարտվում են, երբ որ զեկույցը ներկայացվում է ազգային ժողովի նիստերի դահլիճում։ Պարոն Քոչարյան, չնայած որ փորձում եք հումորով շրջանցել այդ պաշտպանության ես հումոր ասեցի եւ անվտանգության հարցերով հանձնաժողովն չառաջադրվելու Չէ, հումոր չէ, շատ լուրջ եմ ասում։ Չէ, դե նշում եք հիմա մենք էլ ենք շատ ադապտացվել, հիմա պետք է նորը գա, բայց այդուհանդերձ կարող մտավախություն կար, որ այդուհանդերձ ձեզ չեն ընտրելու եւ օրինակ ձեզ Չէ, ես ձեզ պարզ ասել եմ նախորդ կեպազոյություն։ Այստեղ ընտրվել չընտրվելու հարցը չկար։ Ես ասեցի, որն է իմ համար
ընտրվելու առաջին քայլը, նախ առաջադրվելը։ Ես ինքն առաջադրվել, երբեք չեմ ինքն առաջադրվել 90-ականներում, երբ որ Ղարաբաղ կոմիտեն ինձ առաջարկեց գնամ ներքին գործերի փոխնախարարի պաշտոնը, ինքը առաջարկեց։ Եվ այդպես առաջարկվել է միշտ պաշտպանության նախարարություն, չգիտեմ, ազգային ժողով։ Ինչու ձեզ որևէ մեկը չառաջադրել։ Որպես մեխանիզմ այդպեսին դրված չէ, մեխանիզմը դրված էր, ով ցանկանում է թող ինքն առաջադրվի։ Հիմա ես չեմ ցանկացել։ Շատ լավ։ Պարոն Քոչյան, վերջին Բայց ինչ կա դեղ անհասկանալի, շատ པարզ է։ Հա, անցնում եմ այլ հարցի։ Վերջին 3 շաբաթների ընթացքում մասնավորապես շաբաթ չի եղել, որ կրակոցներ չհնչեն քաղաքացիական։ Տեսել եք, այսօր էլ տեսանյութ հրապարակվեց։ Այսօր չեմ տեսել։ Հունիսի 20-ի դրվագներով կիլիկերով։ Արի, ես կողքից լավ տեսնեմ, դու մի քիչ արի կրակում էին միմյանց վրա։ Դες, ուրա։ Հա։ Արի, այստեղ հետաքի բացատրություն տիտան, որի չեք կարծացել։ Կենցաղային հարցերի վերաբերյալ էր այդ վիճաբանությունը եղել, որտեղ կրակոցներ էին հնչել, դրան նախորդել էր նաև Մուրացան փողոցում 30 անգամ Բաքում։ Դրանից ավելի առաջ տեղի ունեցել Արաբկիրը ամենածավալումն է, գիտեք որ առումով, որ մեկ էլ պարզվեց, որ թաքցրած զենքերով լիքը մարդ կա, 40 հոգի զենքերը անել են եւ անիմաստ իմ սիրած բառով ախմախ ինչ որ պատմության մեջ սկսեցին իրար գնդակարել կրակի։ Դրանից առաջ փառաքարներ, բայց դրանից հետո արաբկիրից հետո, եթե ուշադիր լինեիք, Պաշտպանության անվտանգության Facebook-յան էջում ես իմ մտահոգությունների մասին գրավոր մի հատ լավ բացատրություն եմ տվել, թե ինչի վրա պետք է գլխավոր դատախազությունը ներքին գործեր, ազգային անվտանգություն ուշադրություն դարձնեն եւ հատկապես գլխավոր դատախազությունը ոնց պետք է այդ ամբողջի նկատմամբ իրականացնի դատախազական վերահսկողություն ուժային կառույցների։ Այնպես չի որ դատախազությունը միայն քրեական գործերը հարուցում, ոչ, ինքը պետք է նաև նայի ուժային կառույցները այս վերլուծությունների հիման վրա ինչ հարցերի շուրջ ինչ ծրագիր են իրականացնում։ Եվ հիմա տեսեք, նորից նույն խնդիրն է։ Ներքին գործերի նախարարությունը մենք հսկայական բարեփոխումներ ենք արել։ Քրեական ոստիկանություն, համայնքային ոստիկանություն եւ այդպես շարունակ մյուս կառույցները, քննչական մարմինները, հիմա այս ամբողջի մեջ շատ կարեւոր է թե իրենք այդ բարեփոխումների արդյունքում ոնց են կառավարում այդ ինստիտուտները, որպեսզի սկսած թաղային, հա, թաղերի դյուրոք մթնոլորտից մինչև ընտանիք, տեսեք, ընտանեկան բռնությունների մասին են խոսում, հոգեբանության մասին են խոսում, ամեն ինչի մեջ կա հոգեբանություն։ Ցանկացած հանցագործություն առանց հոգեբանական խճանկարի ինքը հանցագործություն չի դառնում, որտեղ այդ մարդու մեջ չգիտես այդ պահին որն է գերիշխում, բայց հիմա զենքի արկայությունը։ Մեռանք ասելով, այդ զենքը չի կարա անընդհատ մնա ինչ որ մարդկանց տանը ապօրինի ձևով։ Պետք է մեր անվտանգության մարմինները զենքի խնդիրը լուծեն։ Տեսեք, զենքի մասին օրենք ընդունեցինք, մտածում ենք, որ այդ օրենքով ով օրինական իրավունք ունենա զանը զենք պահելու, նա այդ զենքը երբեք չի կարող։ Այո, օրինական զենքը չի կրակում։ Բայց անօրինական զենքերի հսկայական ցավալ կա, որտեղ 44 օրյա պատերազմը այդքան վաղ ժամանակում չի որ ավարտվել, այդ զենքերի հսկայական կորուստ ունենք։ Բայց դա ամենօրյա մեր նպատակների մեջ պետք է ներառվի, ապօրինի զենք պարզապես պետք է չլինի։ Մի այսպեսի փորձել ասեմ, կարող ասա շատ օգտակար է 90-ականներից հետո պատերազմում երբ որ զենքեր էին կորում, քաղաքական իշխանությունը այն ժամանակ որոշեց ապօրինի զենքը զենք ունեցողից առնի։ Փով առնեն, որ մարդիկ դերեն զենքը գոնե հանցագործություն միջև դառնալը առանց քրեական գործի պետությունը ինքը առնում էր եւ գնում էր զինված ուժեր, որը էլի շատ լավ է։ Ուզում եմ ասեմ, որ այո, մտահոգիչ իրավիճակ է, որովհետև երբ որ մի քանի օր իրար հետևից կարող չի դանակահարումը թե կրակոց ավելի վատ հասարակության մեջ անվստահության այսպես էլեմենտ առաջանում երկրում անվտանգ ապրելով, որովհետև այսօր մեր երկրի գրավչությունը նաև կախված է նրա հետ, որ մեր երկիրը համարվում է անվտանգ երկրներից մեկը։ Դրա համար տուրիզմը զարգանում է, փողոցում անվտանգ քայլում են, աղջիկ ունեցողները շատ չեն մտահոգվում։ Բայց մարդը, եթե կրակեց, կարող է այդ գնդակը կողքինին ոչ միայն վնասի, այլ կյանք խլի։ Հիմա բացի դատախազությունից, պարոն Քոչարյան, այլ մարմիններում պաշտոնանկություններ չպիտի լինեն։ Պաշտոնանկություն, նայեք, պաշտոնանկությունը որպես վերջնարդյունք, եթե տեսնում են, որ լուծումները չի տրվում եւ համապատասխան ղեկավարը չի կարողանում իրավիճակի թելադրանքից ելնելով համապատասխան կառույցը այնպեսի վիճակի բերի, որպեսզի էֆեկտիվ լինի
իրենց արժեք դրված քաղաքական խնդիրը, նույնիսկ քաղաքական խնդիրը պայքար անօրինականության եւ հանցավորության դեմ։ Պետք է ուրեմն եւ ինչ եմ ասում, դատախազական վերահսկողությունը շատ կարեւոր է, որովհետեւ հիմնական վերլուծությունները այսպես թե այնպես հավաքվում են դատախազության կառույցին։ Պարոն Քոչարյան, դուք իրավապահ մարմիններից ուղղությունը տանում եք դատախազության։ Չէ, չեմ տանում։ Ես դատախազության մասին չեմ խոսի, որ կոմոդ արժե։ Չէ, ուղղակի գիտեք ինչն է։ Ես ասում եմ մարմինները մեկ լույսի վրա է գցում։ Չէ։ Ասում են, բա դրա համար քնչականը լավ չի աշխատել մեղադրանքը։ Դու էլի խառնեցիր։ Դատախազություն, որ ասում եմ, պատական չեմ ասում, որովհետև դա այն կառույցն է, որը իրավասու է այդ վերահսկողությունը իրականացնի։ Նայեք, մենք խորհրդանական վերահսկողությունն ենք։ Դա էլ պետք է անընդհատ օգտագործես, բայց բուրգի վերևում, երբ որ մենք ընտրել ենք այդ մարմնի ղեկավարին, այդ մարմնի արժեք դրված խնդիրի, դա է, ընդ որում նախկինում դատախազությունը մեծ լիազորություններ ուներ, քննչական մարմին ուներ ձեռքի տակ։ Հիմա դա չկա, բայց դրանով իր ֆունկցիոնալ խնդիրների ծավալը չի պակասում։ Ես նորից եմ ասում, որ բոլոր մարմինները պետք է սկոպիտ ասած հավեսով աշխատեն, որովհետև անվտանգությունը բոլորիս վերաբերվում է, սկսած տրանսպորտի հետ կապված խնդիրներից, նաև պատահարներից, որովհետև դու չգիտես, վաղ այդ տրանսպորտի մեջ ես լինելու, դու փողոցում ես լինելու, եւ քո վրայով ինչ-որ մեկ ասելու է։ Դուք նշեցիք ներողություն եմ խնդրում, որ իրավապահ մարմինները պետք է լավ աշխատեն, բայց նույն կերպ հարց է առաջացնում հանրության մոտ։ Նույն իրավապահ մարմնի ներկայացուցիչ ներկայությամբ պաշտոնատար անձի եղբայրը, Կոնջորյանի եղբայրը, հայոյում է պարոն Քոչարյան եւ բարեկային ծառայողը որևէ քայլ չի անում։ Հայոյանքը հնչում է բարեկային ծառայողը ուղեկցում է։ Հիմա ներքին գործերի կա ծառայական հանրության մոտ հարց է առաջանում։ Այստեղ ես կարամ ասեմ, որ պարլամենտն էլ հսկայական անելիք։ Սկսած հարց ու պատասխանների ռեժիմը։ Ո՞վ է խանգարում, որ այդ հարցադրումները դուք որպես լրագրող ինձանից հիմա որպես պատգամավոր ուզում եք լսեք, հիմա դուք կտեսնեք նաեւ իմ որպես պատգամավոր, ինչպեսի ես ինձ պահվածք ունենամ նաև այս հարցերի շուրջ ավելի հանրային խոսույթս ավելացնելու, որտեղ հանձնաժողովի նախագահի ֆունկցիաները բավականին մեծ է, բայց եթե էֆեկտիվ աշխատում է, շատ ծանր է։ Մեր հանձնաժողովը այս տարիներին շատ էֆեկտիվ աշխատել է, որտեղ երկու ճակատով աշխատում։ Քարորիա պատերազմի քննիչ հանձնաժողովը, որը տևել է տարիներ, եւ 44-ը, որ տևել է 3 տարուց ավել։ Այսինքն աշխատանքի մեջ երկակի ուղղություններով ինքը ոչ միայն օրենսդրական, իր ծավալի մեջ է շատ մեծ ծավալ ունենալու սահմանափակ ռեսուրս։ Մեր փորձագետների քանակը 5-ն են, բայց Պաշտպանության հանձնաժողովը ունի շատ լավ փորձագետներ, ընդ որում եւ բանակի հետ կապված եւ ներքին գործերի մենք փորձագետ ունենք, որի իրավական գիտելիքները ոչ միայն օգտակար են եղել, այլ նաեւ ֆունդամենտալ են եղել ուղղությունները եւ կառույցներին ճիշտ ուղղորդելու եւ թիրախային իրենց առաջադրանք իջեցնելու համար։ Հիմա դուք որպես պատգամավոր օրինակ ներքին գործերի նախարարից պատասխան ակնկալում եք կամ դիմել եք, որ առանց նույնիսկ որպես նախ մեր այս տարիների հարաբերությունները համապատասխան կառույցների ղեկավար կազմի հետ միշտ եղել են շատ ընկերական ինձ բացի շատ գործնական։ Այսինքն մենք ըստ էության լինելով քաղաքական իշխանության մեր բանանը կառույցը նաև ոչ թե գնացել է հարցերի սրմանը, այլ հարցերի լուծմանը։ Եվ ներքին գործերի նախարարությունը, եւ ազգային անվտանգությունը, եւ արտաքին բոլոր կառույցները, եւ արտաքին գործերը, եւ ռազմաարդյունաբերությունը, եւ դրա համար որևէ այնց լարվածություն չկա, եւ ընդդիմությունը, այսօր Գեղամանուկյանը ասեց հարցերը ես լավ եմ աշխատել, թե չէ։ Ասես հանձնաժողովի նախկին նախագահ, ես կարող եմ վստահաբար ասել, որ նաև ընդդիմությունը մեր հանձնաժողովում աշխատել է, որտեղ դա վերաբերվում է երկրի անվտանգությանը։ Եվ կարող եմ վստահաբար ասել։ Բակով նկատի ունեինք Ավետ Կոնջորյանի բարեկային ծառայողը։ Լսեք, դուք հիմա եթե Կոնջորյանի եղբայրը չեն, դուք այս հարցը չեք տա։ Բայց դա պետքա լիներ, դա պետքա լինի ցանկացած դեպքում։ Բա բարեկային կառույցը մենք ստեղծել ենք որպես նոր ստեղծված ստերիլ կառույց, որը տարբերվելու է։ Դա շատ վատ օրենք ծառայական քննությունը պետք է ճուշանար։ Պետք է ծառայական քննությունը պատահի ձեր բոլոր հարցերի պատասխանը։ Ընդ որում, եթե չի տալիս հարցերի պատասխան, նշանակում է մենք խնդիր ունենք կառավարման ոլորտում։ Պարոն Քոչարյան, չնայած Նիկոլ Փաշինյանը դուք հարց չունեք, որ զինված ուժերում դու հիմա ֆակտորում ես 24-ն։ Սա ֆակտորը չի։ Այնպես աղջիկ այնքան նմանակ է այս ֆակտորին։ Արգելին է։ Ոնց որ քույրեր լինեն, լսեք։
Մենք շատ ուրախ ենք դրա կապակցությամբ։ Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում սպանությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ դա սոցիալ-հոգեբանական է։ Փաշինյանի հնչեցրած բոլոր բաները դրդապատճառներ իմ համար ընդունելի են։ Սկսած քնելուց, այսպես քնելուց բացի դա ասում են քֆուր ադրված քնելու մասին։ Դա վերում է, այսինքն որ ասում եմ, այդ բոլորը հոգեբանական խնդիրներ են։ Հիմա ես ուզում եմ հասկանալ շատ լավ հասկացանք սոցիալ-հոգեբանական են։ Ինչ է անում կամ ինչ պետք է անի պատկան գերատեսչությունը այդ հարցին լուծում տալ կամ դուք տեսնում եք քայլեր մի փոքր դրվագ ասեմ, եթե որովհետև 7-8 դեպք ներողություն 7 ամսվա ընթացքում Հիմա ես ասեմ, վերջին հաշվով եթե չեք մոռացել, մենք սերժանտական համակարգ ենք ներդրել, որի արդյունքը կստանանք երևի 3 տարի հետո, երբ որ համակարգը կսկսի գործել, որտեղ սերժանտ իր տեղում կլինի եւ այդ հարաբերությունը կլինի ուղիղ իր նշանառության տակ։ Հիմա այդ համակարգը դրել ենք, օրենսդրական խնդիրները լուծել ենք, արդեն բուրգը կառուցվում է, բայց դա ամբողջապես լցնելու համար շատ ժամանակ է պետք։ Կարծում եմ, որ ծառայության որակի բարձրացումը շատ կարևոր է։ Ծառայության ընթացքում պետք է հնարավորինս հոգնածությունը չդառնա քնելու արդյունք, քնելու արդյունքը չդառնա հարաբերությունների այնպիսի վիճակի արդյունք, որի արդյունքում մարդը որոշում է ինքնասպանել։ Սա մի դրվագն եմ ասում։ Այնտեղ կա ուրիշ ուրեմն պատճառներ, սկսած խաղադրույքներ կատարելուց, դրանք ամբողջը կան, բայց եթե նկատել եք, դրանք էապես պակասած են բանակում, որովհետև առայժմ ուժային միջամտության շնորհիվ է, բայց ուժայինից բացի շատ կարևոր է նաև հանրային վերահսկողությունից սկսած ընտանիքից մինչև զինված ուժեր այդ միասնական փոխըմբռնումը շատ կարևոր է ընտանիք զինված ուժեր։ Պարոն Քոչյան, բայց այնտեղ շեմը իջեցրել են հիմնականում 7-ը այդ սահմանափակումներով զինվորներն են հիմնականում գնում այդ քանի վերջի այս 3 դեպքը հատկապես մասնագիտական առումով ժողովրդի ասեմ, որ վերջերս չասեմ ում հետ, արդեն ոչ պաշտպանության հանձնաժողովի նախագահ, ես Պարսաշյան շատ զինվորականների հետ այդ հարցը խոսել ենք զորակոչի հետ կապված։ Այո, ես կիսում եմ ձեր մտահոգությունը եւ կարծում եմ, որ այդ մասին նոր հանձնաժողովի նախագահը եւ հանձնաժողովի նոր կազմը հներից կարծում եմ կմնա Արմենը Խաչատրյան եւ Կավալյան Ասասունի Միքայելյան եւ էլի նոր կազմով կլինի։ Գեգամ Մանուկյան ենթադրում եմ ընդդիմությունից կլինի այնտեղ, որը շատ լավ կաշխատի իշխանության հետ այս հարցերում։ Կլինեն խնդիրներ, որից ինքս կգնամ կմասնակցեմ։ Կմասնակցեմ իհարկե, ես վերջին հաշվով կան բաներ, որ իմ ներկայությունը կարող է օգտակար լինի, բայց ես կարծում եմ, որ երբ որ ես որոշում կայացրել եմ տեղափոխվել այլ հանձնաժողով, երկար եմ մտածել եւ ճիշտ որոշում եմ կայացրել։ Շնորհակալություն, բոլոր դեպքերում դուք պաշտպանության հանձնաժողովի նախագահն եք եղել։ Հիմա այսօր այլևս այն առանցքային դեմքերից չեք։ Ով ասաց։ Շարքային պատգամավոր։ Ոչ, առանցքային դեմքը պաշտոնով չի, ապրած կյանքով է։ Հիմա ես, որ ասենք թե պաշտոն չեմ ունեցել, պաշտոնի կորուստը ուշադիր լսի։ Ես քանի անգամ եմ հրաժարական տվել նախկին իշխանությունների ժամանակ, նախկին ասելով Ռոբերտ Քոչյանը չի։ Ղարաբաղ կոմիտեի իշխանության ժամանակ մի քանի անգամ։ Եվ քանի անգամ են ինձ նորից հետ վերադարձել։ Նույնքան անգամ։ Հիմա պաշտոնին եթե կարճես, դու կդառնաս այդ պաշտոնի գերին։ Սա ձայնագրվում է։ Այո, այո։ Հա, պաշտոնի գերին, ով որ դարձավ պաշտոնի գերի, շուտ թե ուշ նա փորձանք է։ Դրա համար որ ասում են, ինչ որ ժամանակա շրջան, փուլ, պետքա քաշվես մի կողմ, կողքից նայես, դու ոնց ես պաշտոնավարել, եւ քեզ ոնց են գնահատում։ Տեսեք, իմ հետ կապված բազմաթիվ sense սուր անկյուններ կան, սկսած իմ ժամանակ ինչ որ բաներ, հա, ինֆորմացիաներ, որ sense տարածվում էր, հետո այդ ինֆորմացիաները ծեփում էին պատին, անհետանում են, բայց ես ինձ ճանաչում են ոչ թե պաշտոնով, այլ իմ ապրած կյանքով։ Եվ վերջին հաշվով պաշտոնը չի մարդուն գեղեցկացնում, այլ մարդը կարող է գեղեցկացնել պաշտոնը։ Եվ հուսով եմ, որ անկախ ամեն ինչից, եթե ես կշիռ եմ ձեռք բերել քաղաքական, դա նաև իմ ապրած կյանքով է, իմ մտերիմների, իմ ընտանիքի, նաև իմ եւ իմ թիմակիցների նվիրվածության բանով պայմանավորված, որտեղ մենք այս ճանապարհը անցել ենք բոլոր դժվարություններով։ 90-ականից սկսած վերջին հաշվով մենք 90-ականներին 103 սենյակից ենք սկսել մեր երկրի անվտանգային խնդիրները, որտեղ Վազգեն Սարգսյանն էր նստում, եւ այդպես հետո ծավալվելը, հետո
հաղթանակներ, անհաջողություններ, բայց այսօր մի խնդիր ունենք, մեր երկիրը պահել անվտանգ պահելու համար պետք է նաև պաշտոնյան գիտակցի, որ ինքը անփոխարինելի չի եւ եթե ինքը չի կարողանում իր տեղում որոշակի լուծումներ գտնի, ուրեմն պետք է գտնեն այն մարդուն, որը ավելի ճկուն է մտածում, ավելի թարմ է մտածում եւ ես վստահ եմ, որ մեր երկրում կադրային սով երբեք չի կարա լինի, եթե փնտրում ես համապատասխան մարդկանց։ Ես զբաղվել եմ ուժային կառույցների կադրային քաղաքականությամբ, իմ հիմնական բանը եղել է դա, եւ ես միշտ հպարտանում եմ, որ կադրային քաղաքականության մեջ իմ առաջինը ներքին գործերի նախարարությունում ես կատարել եմ 2700 կադրային փոփոխություն հորիզոնական եւ ուղղայաց, պաշտպանական գերատեսչությունը 0-ից գնացել ենք, հավաքել ենք պրոֆեսիոնալների, ֆիդայիների եւ կառույցը կառուցելուց հետո կարողացել ենք MC կադրային քաղաքականություն անենք, որը անշեղորեն անդադ բանակի հզորությունը մեծացրել է, սպառազինությունը երբ որ հայտնվում է համապատասխան կառույցում, դա նաեւ հաջողում է եւ առաջին պատերազմի հաջողությունները պայմանավորված են առաջինից կադրային քաղաքականության արդյունքում։ Եթե հին տղերքից հարցնենք, ասենք Բազգենը զբաղվում էր ավելի շատ այդ կռվող տղերքի ֆիդայինով, ես ավելի շատ պրոֆեսիոնալներին Հայաստան բերելով սկսած գեներալիտետից մինչև լեյտենանտ սովետական բանակից հիմնականում եւ դրանց համատեղ այսպես ներդաշնակումը բերել է շատ լուրջ հաջողություններ եւ հիմա էլ բանակը որպեսի ավելի ամուր եւ ոչ միայն բանակ բոլոր ուժային կառույցները ամեն ինչի հիմքում դրված է ճիշտ կադրային քաղաքականություն պետք է լինի պետք է մարդը երբ որ ընդունվում է ծառայության նա պետք է հեռանկարում տեսնի ինքը ծառայության ինչպիսի չափորոշիչների շնորհիվ պետք է բարձրանա եւ ինքը տնօրինի արդեն այն որոշումները որը ինքը կուզենար որպեսի արդյունք տա Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար